Բարև ձեզ, այսօր կրկին կարճ հաղորդակցությամբ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի շատ կարևոր համախտանիշի մասին, որի բաց թողումը կարող է լինել ուղղակի ճակատագրական։ Դա պսևդոբարտեր համախտանիշն է։ Պսևդոբարտեր համախտանիշի ճանաչելը շատ կարևոր է մուկովիսցիդոզի նորազնային սկրինինգի բացակայության դեպքում կիստոֆիբրոզը կամ մուկովիսցիդոզը բաց չթողնելու համար։ Սա փոքրիկ հաղորդագրություն է մանկաբույժների, ռեզիդենտների, ռեանիմատոլոգների, նեոնատոլոգների, ինֆեկցիոնիստների, մանկական գաստրոենտերոլոգների և նեֆրոլոգների համար։ Ինչ է պսևդոբարտեր համախտանիշը։ Դա դեհիդրատացիա է ուղեկցվող լաբորատոր այսպիսի ախտանիշներով՝ հիպոնատրեմիա, հիպոկալեմիա, որը ոչ միշտ է լինում, հիպոխլորեմիա և մետաբոլիկ ալկալոզ։ Եվ իհարկե մենք բոլորս ծանոթ ենք այս սինդրոմի կոմպլեքսին, համախտանիշին և շատ հաճախ շփոթելի է ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն գաստրոենտերիտների հետ։ Ինչու մուկովիսցիդոզը։ 1951 թվականին Քեսելը և Անդերսոնը նկարագրեցին մուկովիսցիդոզով երեխայի մոտ ջերմային հարվածը։ Եվ այստեղ պետք է շատ կարևոր մի հիշեցում անել, որ շոկ եղանակին, տաք երկրներում, վաղ տարիքի երեխաների, հատկապես կրծքահասակ երեխաների շրջանում այն կարող է լինել մուկովիսցիդոզի առաջնային պրեզենտացիան։ Շփոթել է ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն գաստրոենտերիտների հետ, որոնց ժամանակ նույնպես կարող է համախտանիշը հանդիպել, սակայն այստեղ կա մի տարբերություն, որ դեհիդրատացիան զարգանում է ոչ ակնհայտ փսխման, ակնհայտ լուծի դեպքում, ինչ է լինում, երեխան ուղղակի սկսում է չուտել, ջրազրկվում է և աննշանակալի է փսխումը ու դիարեան։ Պսևդոբարտեր համախտանիշը կարող է զարգանալ բացի մուկովիսցիդոզից, ինչպես ասենք, ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն գաստրոենտերիտների ժամանակ, կարող է զարգանալ իլիոսպելմոիդ պացիենտների շրջանում։ Պետք է տարբերել այն բարտեր համախտանիշից, որը իրենից ներկայացնում է տուբուլար հիվանդություն, այլ տուբուլար հիվանդություններից, բնածին քլորիդային դիարեայից և անտիդիուրետիկ հորմոնի ոչ ադեկվատ սեկրեցիայի համախտանիշից, որը կարող է բարդացնել շատ ծանր հիվանդությունների ընթացքը։ Ինչ անել։ Ախտորոշման անկյունաքարը մեզում էլեկտրոլիտների և հատկապես նատրիումի որոշումն է։ Եթե առկա է նատրիումի էքստրառենալ կամ արտագերիկամային կորուստ, ինչպեսին լինում է մուկովիսցիդոզի ժամանակ, ապա այս ժամանակ պետք է կատարել մուկովիսցիդոզի մասնագետի խորհրդատվություն և ըստ նրա ցուցման քղանքային էլաստազի մեկ որոշում և քրտինքի թեստ։ Այդ պարագայում շատ կարևոր է այրանիչ մագնեզիումի, ռենին-ալդոստերոնի որոշումը, այրան ճնշման վերահսկողությունը, նեֆրոլոգի և էնդոկրինոլոգի խորհրդատվությունը։ Այսքանը չբաց թողենք մուկովիսցիդոզը, ճանաչենք մուկովիսցիդոզը պսևդոբարտեր համախտանիշով։